Ողջույն, հարգելի հայրենակիցներ։ Այսօր կուզեմ խոսել հաղթանակի մասին եւ այն ինչ նշանակություն ունի իրականում մեզ համար, որպես ազգ, որպես պետություն ունեցող ազգ ու ինչու է դա շատ կարեւոր հատկապես այս օրերին։ Մենք, ինչպես գիտենք, մի քանի օր առաջ նշեցինք Շուշիի ազատագրման օրը։ Բայց ցավոք շատերը իրականում դա ներկայացնում են որպես ընդհանուր Արցախի հաղթանակի օր, որը իմ կարծիքով մեծ սխալ է։ Հիմա շատերը կարող զարմանան, թե ինչու եմ այդպես ասում։ Դա շատ պարզ պատճառ կա իրականում։ Շուշիի ազատագրման օրը տեղի ունեցավ հենց մայիսի 9-ին 1992 թվականին։ Ու այդ ժամանակ իրականում պատերազմի սկիզբը չէր, ինչպես գիտենք, սկիզբը հենց 91 թվականին էր, 91 թվականի ապրիլի-մայիսին սկսեց մոտավորապես, հիմա շատ չեմ խորանալու մանրամասների մեջ, բայց ինչպես գիտենք, այդ օղակ օպերացիաներ, ռուսերեն ճիշտ ասած մոռացա այդ բառը, բայց օղակ օպերացիաներ, որը սկսեց ռուսների ու ադրբեջանական բանակների կողմից ընդդեմ հայկական գյուղերի Արցախում, Շահումյանում սկսեց ու ինչպես գիտենք, Թաթուլ Կրպեյանը, մեր ազգային հերոսը, գնաց ու դիմադրություն ցուցաբերեց ու պաշտպանեց այնտեղի բնակչությանը։ Նա կանգնեց ռուսական տանկի վրա եւ սպառնաց նրանց, որ եթե չհեռանան, նա պայթեցնելու է իրեն ու մոտակայքում գտնվող այդ ռուս զինվորներին։ Այդտեղից իրականում սկսեց այդ Արցախյան ազատամարտը։ Շատերը կարծում էին, որ կարող ենք մենք ուղղակի պայքարենք Արցախը Հայաստանին միացնելու առանց Ռուսաստանի դեմ գնալու։ Սկզբում էդ էր, մարդիկ դուրս էին եկել այն կոչով, որ պետք է Արցախը միանա Հայաստանին։ Եկուզ ասենք սովետական կազմում, բայց լինի հենց սովետական Հայաստանի կազմում։ Ու իրականում պրոռուսական լոզունգներով են դուրս եկել այդ ցույցերին։ Խոսքը 88-89 թվականներին եւ այլն։ Եվ շատերը դեմ չէին ռուսներին, բայց ինչքան էլ դեմ չէին, իրանց համար ռուսների համար մեկ է։ Ռուսները ամեն դեպքում դեմ արտահայտվեցին, որովհետև նման ազգային դրսևորումը վտանգ է իրենց կայսերական շահերի համար։ Ռուսները միշտ դեմ են եղել հայ ազգայնականությանը։ Դա կապ չունի ինչքան էլ պրոռուսական իբր լինի, միշտ դեմ են եղել։ Ու հենց դա ապացույց է, որ ռուսների կայսերական շահերը միշտ հակասել է մեր ազգային շահերին, միշտ էլ հակասելու է։ Ռուսները ամեն ինչ անում են, որ այս տարածաշրջանում չստեղծվի հզոր հայկական պետություն, հզոր անկախ հայկական պետություն ու ամեն ինչ արել են, որ մենք միշտ կախված լինենք նրանցից։ Ամեն դեպքում հասկացան Թաթուլ Կրպեյանի նման ազատամարտիկները, որ եթե ուզում ենք մենք իսկապես Արցախը միացնել Հայաստանին, ապա մենք պետք է անկախության համար պայքար մղենք, անկախության համար պետք է պայքար մղենք, ուրեմն դա նշանակում է, որ մենք պետք է ոչ միայն գնանք Բաքվի դեմ, այլև Մոսկվայի դեմ։ Ու այդպես էլ եղավ։ Ու տարեստեր այդ ժամանակ դեմ էին արտահայտվում, ասում են դա հնարավոր չէ եւ այլն, բայց երիտասարդ ազատամարտիկները խոսքը 40-ից ցածր տարիքով մարդիկ, ազատամարտիկ հասկացան, որ չէ, մենք կարող ենք ու կանենք ու արեցին։ Ու դրա համար մենք հիմա նրանց հերոսացնում ենք։ Բայց եթե նրանք չհաջողեին իրենց պայքարում, եթե Արցախը չկարողանային ազատագրելու այդ սխրանքների դիմել, ուրեմն մենք այսօր իրանց կհիշենք որպես արկածախնդիրներ։ Կասենք այսօր ռոմանտիկներ էին, էլի, երբեք ինչ էին ուզում անել, իսկապես ուզում էին պայքարել Ադրբեջանի ու Մոսկվայի դեմ միաժամանակ, դա ոնց կարող է լինել։ Բայց դες արեցին ու հիմա մենք ասում ենք, հա դա մեզ թվում է թե դե sense դրանց մենք հաղթելու ենք, որովհետև ուժեղ ազատամարտիկներ ունենք, որովհետև հիմա հաղթել ենք ու դա արդեն հեշտ է դա պատկերացնելը, բայց այն ժամանակ այդքան հեշտ չէր դա պատկերացնելը։ Այդ Թաթուլ Կրպեյանի քայլով սկսեց իրականում այդ թեժ, ասենք, պատերազմը։ Ու Շուշի ազատագրումը տեղի ունեցավ 1 տարի հետո 92 թվականին։ Մայիսի 8-9-ին։ Բայց 2 տարի էլ շարունակվեց պատերազմը։ Շարունակվեց մինչև 94 թվական մայիսի 12-ին, երբ կնքվեց զինադադար Հայաստանի եւ Ադրբեջանի զինված ուժերի միջև։ Ու դրա համար ես անընդհատ պնդում եմ, հատկապես այս վերջին 2 տարում, որ մեր իրական հաղթանակի օրը պետք է
լիներ մայիսի 12-ին։ Հենց 94 թվականին, երբ մենք հաղթանակ կերտեցինք, այդ զինադադարը երբ կնքվեց, դա տեղի ունեցավ հենց մեր ռազմական հաղթանակի շնորհիվ։ Բայց Հայաստանում իշխող այդ դավաճան նեոբոլշևիկները իդեմս ջհուդի փեսա ԼՏՊ-ի դա քաղաքականորեն չամրագրվեց այդ հաղթանակը։ Չամրագրվեց ու արհեստականորեն երկարաձգեցին այդ խնդիրը, բարդացրին, ասին, մենք Արցախյան Ղարաբաղյան հարց պետք է լուծենք եւ այլն։ Նրանք դիմապ դա արեցին։ Ու մենք որպեսզի մենք չունենանք անկախ հաղթանակի տոն, որովհետեւ երբ որ ժողովուրդը ազգը ունենում է առանձին հաղթանակի օր, նա սկսում է ձևավորել հաղթական մտածելակերպ եւ ամեն ինչ արեցին, որպեսզի մեզ զրկեն այդ հաղթանակ օր ունենալուց։ Մարդիկ ասում են, մենք չհասանք Բաքու։ Մենք չհասանք Բաքու, դա իրականում հաղթանակ չէ, հաղթանակ, ինչու հաղթանակ չէր, հաղթանակ էր։ Մենք այդ քաղաքական նպատակը դրել ենք, որ պետք է Արցախը ազատագրենք ադրբեջանական հրոսակական խմբերից։ Ու հասանք այդ նպատակին։ Պետք չէ Բաքու հասնենք ոտքով իրան շենքերի վրա հայկական դրոշը դնենք, որպեսզի մենք անպայման ասենք հաղթել ենք։ Չէ, ասենք առաջին աշխարհամարտում Գերմանիան պարտվեց, բայց Անտանտի զորքերը չմտան Բերլին, բայց էլի պարտվեց Գերմանիան, էլի այդ Անտանտի երկրները իրենց հաղթանակած համարեցին։ Ու այդ թղթով ամրագրեցին դա, բայց Հայաստանում իշխող դավաճան նեոբոլշևիկները չճանաչեցին դա քաղաքականորեն, չհստակեցին այդ մեր օրացույցում չմցրին, որ մայիսի 12-ը պետք է նշվի որպես հաղթանակի օր։ Հենա մայիսի, կներեք, նոյեմբերի 9-ին, երբ այս հրադադարը եղավ մեր պարտությամբ Ադրբեջանի ու Արցախի միջև, Հայաստանի միջև, ինչ եղավ։ Նրանք միանգամից սրբացրին այդ օրը, ադրբեջանցիները այդ օրը դարձրին ինչ-որ մի սուրբ տոն ու մինչև հիմա նշում են դա։ Ու այն ժամանակ Արցախը ամբողջությամբ իրենց ադրբեջանական վերահսկողության տակ չէր, չէ՞, մի մասը ռուսների վերահսկողության տակ էր, մի մասը իրենք բաժանեցին իրենց միջև, բայց ամեն դեպքում նրանք մի վարքյան չծախսեցին այդ օրը նշելու որպես հաղթանակի օր, որովհետև նրանք շատ լավ հասկանում են, թե դա ինչ արժեք ունի ազգի համար, ազգի ոգին բարձրացնելու համար։ Բայց մեր մոտ դա չեղավ։ Ու ցավալի է, որ մինչև հիմա ոչ մեկը չգիտի այդ հաղթանակի օրվա մասին, մայիսի 12-ի մասին, շարունակում են նշել մայիսի 9-ը, ու դա դիտմամբ արեցին, որպեսզի մենք, նորից ասեմ, չունենանք այդ հաղթանակի օրը, որպեսզի հետո այդ մայիսի 9-ը Շուշի ազատագրման օրը, իհարկե դա պետք է նշենք, ես չեմ ասում դա չնշենք, բայց պետք է իմանանք ինչ ենք նշում։ Դա Շուշի ազատագրման օրն էր, ոչ թե հաղթանակի օր, բայց դիտմամբ արեցին, որ մենք այդ օրը նշենք որպես հաղթանակի օր, որպեսզի այդ օրը ձուլեն ռուսների այսպես կոչված հայրենական մեծ պատերազմի հաղթանակի օրվա հետ։ Եվ մեզ զրկելով առանձին հաղթանակի օր ունենալուց, չուզեցան մենք առանձին ինչ-որ մի բան ունենանք։ Ասին լավ դե հայրը, քանի որ տենց հաղթել են, պետք է մի բան նշեն, արի այս մայիսի 9-ը տանք իրանց Շուշի ազատագրման օրը, բայց ձուլենք այս հայրենական մեծ պատերազմի հետ, իրենց ասածով, ես իհարկե այդ բառը չեմ օգտագործում, բնականաբար դա մեզ հայրից համար ոչ մի ձևով հայրենական մեծ պատերազմ չէր, դա աղետ էր, դա երկրորդ ցեղասպանություն էր, որովհետև 100,000-ավոր հայեր իրենց կյանքը կորցրին, հաշմանդամ դարձան այդ պատերազմի պատճառով։ Հանուն այդ ցեղասպան բռնապետ Ջուղաշվիլի Ստալինի հանուն աթեիստական ցեղասպանական գաղափարախոսություն կոմունիզմի։ Մենք դրա համար իրականում այդքան զոհեր տվեցինք ու մի քառակուսի մետր հող Արևմտյան Հայաստանից չազատագրվեց, որ միանար թեկուզ ասենք սովետական Հայաստանին։ Ձևի համար թող մի հատ օրինակ Կարսը գրավին միացնեին, օրինակ գոնե այդ ժամանակ կարենք մի բան ասենք, կարող ենք ասել լավ, հանուն Կարսը Հայաստանին միանալու թող մենք էլ ասենք դա հայրենական մեծ պատերազմ, օրինակ, չնայած էլի դեմ կլինի, բայց ամեն դեպքում դա մեզ հայազգայնականներից համար դա երկրորդ աշխարհամարտ է։ Ու դա մեզ հայրից համար նորից ասեմ մեծ աղետ էր։ Ու երկրորդ աշխարհամարտում մենք հաղթող կողմի պարտվածներն ենք իրականում, հատկապես երկրորդ աշխարհամարտում։ Այդքան զոհ տվեցինք, այդքան արուն թափեցինք, ինչի դիմաց։ Բայց չգիտեմ, թվերը ասում են մինչև 300,000 զոհ եղել, բայց մարդիկան ասում են չէ ավելի մոտ 100,000-ա,
Գցի լավ 100-ից 300,000, գցենք լավ նույնիսկ 100,000, պատկերացնում եք դա ինչ թիվ է։ 100,000 երիտասարդ տղամարդ կռվել է ինչի համար, մի բռնապետ սրիկայի համար, ընդդեմ Եվրոպայում աճող ազգայնականության։ Ուրեմն չասեք, օ, դե թե Գերմանիան հաղթեր, թուրքերը հարձակվելու են Հայաստանի վրա, ռուսների վրա, Ռուսաստանի վրա միասին տենց ինչ որ պլան էին գծել, թուրքերը եւ գերմանացիները, նման բան չկա, դա հեքիաթ է։ Դա հեքիաթ է, որ անընդհատ կերակրել են մեզ հայերից, որպեսզի մենք արդարացնենք, որպեսզի մենք ասենք, հա, ուրեմն ճիշտ էր այդ զոհերի քանակը, որպեսզի մենք հանգիստ զգանք։ Սփոփանք է էլի մի տեսակ, որ մտածենք, լավ, գոնե ինչ որ մի դրական բանի համար էր, բայց դա սուտ է, նման բան չի եղել։ Հակառակը։ Հենց Գերմանիան նպատակ ուներ հարձակվելու Թուրքիայի վրա Gertrude օպերացիայով։ Եթե տենց ինչ որ նպատակ կար, որ Թուրքիան պետք է հարձակվեր Ռուսաստանի վրա, հենա թող 41 թվականին աներ։ Թող 41 թվականին աներ, երբ որ Գերմանիան հարձակվեց Սովետի վրա, ու դա հարձակվեց, որովհետև Սովետը շարունակում էր իր քիթը խոցել Եվրոպայում ու վտանգ էր սպառնում ամբողջ Եվրոպայի համար։ Այդ կոմունիզմը տարածվում էր վիրուսի պես ամենուրեք։ Դրա համար Գերմանիան հարձակվեց, որպեսզի այդ վտանգը չեզոքացնի։ Եթե նպատակ ուներ Թուրքիան Ռուսաստանի վրա հարձակվելու, նա թող այդ ժամանակ աներ, միաժամանակ երկու ճակատ կբացվեր։ ու Ռուսաստանը կարող էր տապալվել։ Այդ ամեն դեպքում մենք պետք է հասկանանք, որ իրականում ռուսական կայսրությունը միշտ թիկունք է եղել թուրքերին։ Ռուսներն են անընդհատ փրկել թուրքերին կործանումից։ Ճգնաժամային ժամանակներում այդ ռուսներն են փրկել թուրքերին։ Դա պետք է քաջ գիտակցենք։ Ես երկար ժամանակ դա լավ չէի հասկանում։ Ու ճիշտ ասած, մենք ինքնախապեյությամբ է զբաղվում, չէի ուզում իմանալ, որ այդքան լուրջ ու վատ է մեր իրավիճակը, բայց ես չէի կարող շարունակ տենց ինքնախապեյությամբ զբաղվել։ Ես հասկացա, որ չէ, դա բախկոտություն է, դա ես չեմ կարող տենց կեղծիկի մեջ ապրել, ես պետք է ճշմարտությունը ընդունեմ, ես պետք է դառը իրականությունը ընդունեմ, որ ռուսները իրականում մեր դաշնակիցը չեն, մեր ողերիմ դաշնակիցն են, մեր թիկունքը հարվածողներն են։ Որ սա ես հատուկ ինչ որ չեմ ասում ռուսներին ինչ որ թշնամանք հղեմ իրանց դեմ։ Ես ուղղակի պարզ իրականությունն եմ նշում։ Սա ինչ որ ազգային ատելության ինչ որ մի բան չէ։ Պարզ փաստ ենք արձանագրում, որ ռուսական կայսերական շահերը հակասում են մեր ազգային շահերի հետ։ Ամեն դեպքում դրա համար այդ պատերազմում երկրորդ աշխարհամարտում մենք նորից ասեմ, հանուն ոչ մի բանի այդքան զոհեր տվեցինք, ցավոք սրտի, ու եթե մենք իսկապես այդքան զոհ, այդ քանակի մենք կեսը տայինք մեր անկախության համար պայքարի համար, այդ 1920 թվականին թեկուզ այս վերջին պատերազմներում եւ այլն, մենք հիմա իրոք ծովից ծով Հայաստան կունենանք։ Դու պատկերացնում եք դա ինչ թիվ է։ 100,000, 100-ից 300,000 երիտասարդ հայ տղամարդ։ Այս պատերազմում 5,000 զոհ տվեցինք, նրանց հոգին լուսավորվի, բայց ամեն դեպքում պատկերացնում եք ինչ կլիներ, եթե 100,000 զոհ ունենայինք, ասենք Արցախի համար կամ մեծ հայքի համար։ Մենք իրոք այսօր կունենայինք մեծ հայքը, եթե մենք մեր անկախության համար պայքարենք ու պատրաստ լինենք այդքան զոհ տալու։ Ես վստահ եմ, որ մենք այդքան միավորված լինենք ու պատրաստ լինենք այդքան զոհ տալու մեծ հայքի համար, մենք դրա 10%-ը, 20%-ը չենք տա։ Այս ամենը պետք է լավ հասկանանք ու պետք է հասկանանք, որ այդ մայիսի 9-ը մենք Շուշի ազատագրման օրը երբեք չպետք է կապենք ռուսների հայրենական մեծ պատերազմի հաղթանակի օրվա հետ։ Երբ ազգային իշխանություն կերտվի, միանշանակ այդ օրը մենք վերացնելու ենք սովետական ինչ-որ հաղթանակի որևէ ինչ-որ նշում ենք վերացնելու ենք։ Դա մեր ազգի հետ որևէ կապ չունի։ Դա ողբերգություն էր հայ ազգի համար։ Մենք դա պետք է լավ ճանաչենք։ Ու այս ցավոք սրտի, այս հաղթանակի մերժումը, այս հաղթանակի դատապարտումը իրականում մինչև հիմա շարունակվում է։ Ու ես լավ չէի հասկացել պատերազմից եւ վերադարձա 2020 թվականի
պատերազմի մասին է խոսքը եւ վերադարձա ու տեսնում էի թե ինչ է կատարվում, նորից ասեմ, ես գիտեի ինչ որ մի դավաճանություն տեղի ունեցել էր։ Դա պարզ էր ինձ համար։ Ես մասնակցում էի այս կեղծ ընդդիմության հավաքներին։ Առաջին հատկապես 3-ից ասենք 6 ամիսը մասնակցում էի ու իրոք ուզում էի իշխանապողություն կատարվեր, որպեսզի աշխարհը տեսներ, որ մենք չենք ընդունում այդ դավաճանությունը, մենք չենք ընդունում այս իշխանությունը, որը ստորագրեց նման տխրահռչակ համաձայնագիր։ Ես նշ չի որ ես ընդդիմությանը ես այդպես աջակցում եմ, ես ուղղակի ուզում եմ գոնե այդ ուղերձը հղենք աշխարհին, որ այս ղեկավարին մենք չենք ընդունում։ Դրա համար հեռացնենք, հետո կերպա, բայց հետո երբ տեսա 2021 թվականի կրկեսային ընտրությունների ժամանակ, երբ տեսա, որ սրանք իրականում նույն թիմից են, իրականում այս ամեն ինչը պատրանք, իրականում այս կեղծ ընդդիմությունը ոչ թե հակառակորդը, այլ թիկունքն է պահում այս իշխանության։ Իրականում երկրորդ գծում է, պահում է սրանց թիկունքը, որպեսզի դրանք անընդհատ շարունակեն վերարտադրվել։ Ու այդ ամեն ինչը կազմակերպվում է հենց Կրեմլի կողմից, նա է որոշում, ով որ ճակատում լինի։ Ու ես տեսա, որ նրանք իրականում ոչ մի բանով չեն տարբերվում իրենց գաղափարախոսությամբ։ Այս մինչև հիմա այս ընդդիմությունը, կեղծ ընդդիմությունը իշխանությանը չի մեղադրում պատերազմը պարտվելու մեջ իրականում։ Ուշադիր լսեք, իրանք ասում են թե ինչու ավելի շուտ չհանձնվեց։ Կներեք, հանձնվել չեն ասում են ինչու ավելի շուտ չդադարեցրեց պատերազմը։ Դա են ասում։ Մենք կարող ենք հոկտեմբերի 7-ին դադարեցնել պատերազմը, բայց Նիկոլը դա չընդունեց։ Մենք կարող ենք շուտ դադարեցնել պատերազմը։ Ինչ է նշանակում դադարեցնել։ Դա նշանակում է հանձնվել։ Ակի չեն ուզում այդ բառը օգտագործել։ Ու սա եւս մի ապացույց է, որ այս դարի նեոբոլշևիկները շատ ավելի նենգ ու խորամանկ են, քան նախորդ դարի բոլշևիկները, որ իրականում իրենց պապերն են։ Այն ժամանակ բաց այդ ասում էին բոլշևիկները, մենք պետք է հանձնվենք, զենքը վայ դնենք թուրքերի հետ, ռուսների հետ ախպերություն եւ այլն, ինչ դավաճանական միտք ասես արտահայտում էին, բայց սրանք նույն բաներն են արտահայտում, բայց ոչ տենց բացահայտ, շատ խորամանկ ձևի։ Ու դա էլ հատուկ մշակված է, ոնց ասեն, ինչպես ասեն, որ թվա թե իբր ազգային հայրենասիրական բաներ են ասում, բայց իրականում դավաճանական մտքեր են արտահայտում։ Մինչև հիմա էլ էտա, ով որ խոսում է այս կեղծ ընդդիմությունից, ոչ մեկը չի ասում, ոչ մեկը չի մեղադրում Փաշինյանին, որ մենք պետք է մինչև վերջ գնայինք։ Ինչու մեզ տարավ այդ խայտարակ պարտության։ Նման մենք ինչու պարտվեցինք այդ պատերազմում, մենք պետք է հաղթենք այդ պատերազմում, ինչպես հաղթեցինք Արցախյան առաջին ազատամարտում։ Նման բաներ պետք է ասեն ազգային ժողովում, նման հարցեր պետք է բարձրաձայնեն ազգային ժողովում։ Ոչ թե ինչու ավելի շուտ չդադարեցրեց պատերազմը։ Պետք է ասեն ինչու մենք չհաղթեցինք։ Ինչու մենք Բաքվին ծնկի չբերեցինք։ Ինչու մենք վերջնականապես Արցախյան հարցը չլուծեցինք Հայաստանին միացնելով։ Ու այդ պարագայում նաև Նախիջևանն կմիացնենք Հայաստանին։ Եթե մենք իսկապես համախմբած պատերազմ մղենք Ադրբեջանի դեմ, միանշանակ այդպես էլ կլիներ։ Եթե ներքին դավաճանություն չլիներ, մենք միանշանակ Արցախը եւ Նախիջևանը կմիացնենք Հայաստանին։ Ու պատկերացրեք, թե արդեն քանի հազար քառակուսի կիլոմետր սահման կունենայինք, տարածք կունենայինք։ Սրա մասին է խոսքը։ Ու մյուս կուսակցությունները ոչ միայն այս երևացող կեղծ ընդդիմությունները, մյուս կուսակցությունները ոչ մի բանով չեն տարբերվում։ Հելնում են ամեն մեկը ինչ որ ասում է, որ մենք այս թղթով կարող ենք ավելի լավ բանակցենք, այսպես կարող ենք անենք, իրական խաղաղություն ստեղծենք, երաշխավորված խաղաղություն ստեղծենք, արժանապատիվ խաղաղություն ստեղծենք։ Ու այդպես կեղծ խոստումներ են տալիս։ Ոչ մեկը ժողովրդին չի ասում այդ դառը իրականությունը, որ ժողովուրդ ջան, սա է իրականությունը։ Բաքվի բռնապետը շարունակելու է անդադար պահանջներ դնել, անդադար։ Նա կանգ չի առնելու։ Նա անդադար շարունակելու է պահանջներ դնել եւ մենք պետք է մեր կարմիր գիծը քաշենք։ Ու այդ չքաշենք, նա շարունակելու է դնել այդ պահանջները։ Ուրեմն, եթե մենք իսկապես ուզում ենք ունենալ
անկախություն, որից բխում է իրական անվտանգություն ու խաղաղություն, ապա մենք պետք է պայքարենք, մենք պետք է պատրաստ լինենք ուժին պատասխանել ավելի մեծ ուժով եւ հարվածներին ավելի հուժկու հակահարվածներով։ Սա է միակ ճշմարտությունը։ Ով սա չի ասում, խափում է ձեզ։ Հեքիաթները ասում է այն, ինչ որ դուք ուզում եք լսեք, որպեսզի դուք գնաք նրանց ձայները տակ, այդ սրիկային։ 19 կուսակցություն կա, ոչ մեկը դա չի ասում։ Ոչ մեկը չի ասում, որ մենք պետք է պատրաստվենք, մեզ պետք է ազգային առաջնորդ, մեզ պետք է ազգային պետություն, մենք պետք է մեր հայրենիքը ներսից մաքրենք այս դավաճանությունից։ Դավաճաններին պատճենք օրենքի ողջ հստությամբ։ Մենք պետք է պատրաստենք, որ դիմադրենք Բաքվի բռնապետին, որովհետև նորից ասել նա կանգ չի առնելու։ Եթե մենք դա չանենք, մենք կորցնելու ենք այս ինչ որ հիմա ունենք, ու սրանց վարած դավաճանական քաղաքականությունը դրան է տանում։ Դուք կասկածեք, որ ինքը վաղը չեմ ուսոր ինչպես վարվեց Արցախի հանդեպ, նույնքեր վարվելու է մեր անկախության հանդեպ։ Այսքան ժամանակ նա փոխանակ պատրաստվի պատերազմի, որ լինի խաղաղություն, նա պատրաստվում է խաղաղության, որից բխելու է պատերազմը։ Մարդիկ ինձ նման մարդկանց են ասում, դուք պատերազմի հրահրող եք, դուք պատերազմ եք ուզում։ Այդքան կարճամիտ չի կարելի լինել։ Այդքան պարզունակ չի կարելի մտածել։ Իրական պատերազմի հրահրողները սրանք են, ովքեր պատրաստվում են խաղաղության։ Բոլորը այս 19 դավաճանական կուսակցությունները պատրաստվում են խաղաղության։ Մենք ասում ենք, որ մենք պետք է պատրաստենք պատերազմի։ Մենք պետք է պատրաստենք պայքարելու, մենք պետք է պատրաստենք դիմադրություն ցուցաբերելու, ուժ ցուցաբերելու։ Սա է իրական ճշմարտությունը։ Այս ամբողջ խաղաղության պատրանքը ստեղծել են, կեղծ խաղաղության պատրանքը ստեղծել են, որովհետև ժողովուրդը 23 թվականի Արցախի հայաթափումից հետո ընկել է, սուզվել է խորը անտարբերության մեջ։ Տրավմա է ապրել ու հիմա անտարբերության մեջ է։ Չի ուզում առերեսվի դաժան իրականությանը։ Ասում են դե լավ, կարևորը հիմա էսենց է վիճակը, պատոնից դուրս նայում են, տեսնում են ռումբեր չի ընկնում, տեսնում են սարդանանը լիքն է ուտելիքով, ասում են դե վիճակը այդքան վատը չէ։ Դրա համար հանդուրժում են ես կրկեսին մասնակցող խրտվիլակներին։ Եթե նկատեք, մարդիկ գնալով ավելի անտարբեր են դառնում, որովհետև հասկանում են, իրենց հոգու խորքում շատերը հասկանում են, որ այս բոլորը նույնն են։ Կարող է լինել լսեք, մենք այս կուսակցությանը մեր ձայնը պետք է տանք, սրան պետք է տանք, բայց իրենց հոգու խորքում նրանք սրտանց չեն աջակցում այդ մարդկանց։ Ուղղակի ոնց որ այլընտրանք չեն տեսնում։ Բայց ես ասում եմ, որ այդ այլընտրանքը երևալու է, որովհետև երբ այս պատրանքը պատրվի ու պատրվելու է միանշանակ այս խաղաղության կեղծ պատրանքը, որը ստեղծել է այս գերագույն խրտվիլակը ու նրա թիկունքը պահող կեղծ ընդդիմադիրները, հակահայ ընդդիմադիրները, ավելի պարզ է դառնալու։ Ու այս ժամանակ այս սրանց բոլոր գումարները ու անթիվ ռեսուրսները իրանց չի փրկելու այդ վաղճանից։ Նորից ասեմ, այդ կեղծիկը կարողանում է իշխել միայն պատրանքի ժամանակ, բայց պատրանքը երկար չի կարող մնալ։ Դա ճակճկելու է։ Ես վստահ եմ, այդ սկսելու այդ գործընթացը այս ընտրություններից հետո։ Կհատվի մի տարի, 2 տարի, չգիտեմ, բայց դրա ժամանակը միանշանակ գալու է։ Ու պետք է մեր նման մարդիկ, մեր նման հայազգայնականները չնչին փոքրամասնությունը թեկուզ համախմբենք մի շարժման շուրջ, մի առաջնորդի շուրջ եւ ժողովրդին քարոզենք ճշմարտությունը։ Կապ չունի, որ փոքրամասնություն ենք, որովհետեւ մենք գիտենք փոքրամասնությունն է իրականում որոշում ազգի ճակատագիրը։ Եվ ճակատագիրը այդ պատասխանատվությունը դրել է մեր ուսերին ու մենք չենք կարող դրանից խուսափել։ Մենք պետք է մեր ազգին պատրաստենք նոր հաղթանակի։ Այո, մեր թշնամիները ու դավաճանները մեզնից գողացան այդ հաղթանակը, մայիսի 12-ի հաղթանակը, բայց չեն կարող գողանալ այդ հաղթանակի
հիշատակը։ Չեն կարող գողանալ նրանց հիշատակը, ովքեր կերտեցին այդ հաղթանակը, իրենց պայքարով, իրենց զոհաբերություններով։ Ու չեն կարող գողանալ այդ անսասան հավատը, որ մենք ունենք մեր ներսում, որ ապագայում մենք կկերտենք ավելի մեծ հաղթանակ։ Այս անգամ Բաքվին ծնկի բերելով վերջնականապես ինչպես պետք է անենք 2020 թվականին։ Ու դա անելու ենք, որովհետև դա ի վերուստ նախանշված մեր ճակատագիրն է։ Դա մեր սուրբ առաքելությունն է, որը տվել է տիեզերքի արարիչը։ Ու մենք միանշանակ դա անելու ենք ազգովի միասին։ Մենք պետք է ոսոխին ցույց տանք իրական հայ բասկի ուժը։ Այսօր այսքանը, դուք դիտում եք հոսանքի ազգային ձայնը եւ ամեն դեպքում կեցցե Հայաստանը։